Պարոն վարչապետ, ժողովուրդ օրաթերթը 15 տարի շարունակ անդրադարձել է բանակում չծառայած պաշտոնյաներին, նրանց պաշտոնյալ որդիներին եւ մեր հրապարակումները շարունակվում են։ Ակնհայտ քաղաքական որոշմամբ վերջերս վերաբացվեց Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու թեման եւ ըստ էության քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է։ Այս անգամ ուզում եմ հնչեցնել երկու անուն։ Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, Արմեն Նիկողոսյանի մասին է։ Հրապարակվել է, որ նրա որդին եւ եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Նիկողոսյանը ազատել է որդուն իբր թե ֆուտբոլիստ է։ Ակնհայտ երևում է հայրը ՀԽԽ փոխնախագահն է, որդին իբր ֆուտբոլիստ է եւ ազատվել է բանակից։ Շահերի բախումը, դիրքի չարաշահումը ակնհայտ կա։ ՊՆ հարցում ենք արել պարոն վարչապետ, պաշտպանության նախարարությունն ասում է անձնական տվյալ է եւ ոչինչ չի տալիս։ Խնդրում եմ ձեր օգնությունը, կրկին ձեր դուրն եմ եկել, խնդրելով, որպեսզի ձեր ձևով պարոն վարչապետ հանձնարարեք այս գործը վերաբացել, ուսումնասիրեն, տեսնեն հիմքը։ Եվս մեկ անուն հնչեցնեմ ձեր թույլտվությամբ։ ՔՓ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով ըստ հետքի ինքնավնասումով է բանակից ազատվել, գուցե սրա մասով էլ վարույթի հարուցումը օգնի պարզել պետական պաշտոնյան ինչպես է ինքնավնասումով տարիներ առաջ ազատվել բանակից։ Այս տարի պարոն վարչապետ ձեր թույլտվությամբ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատել են ՊՆ աշխատակցի այն ծնողներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են։ Ուստի կարծում եմ պարոն վարչապետ ձեր համար էլ բանակից փախչելու թեման սկզբունքային հաց է, անձնական տվյալների թիկունքում թաքնվելը չի ստացվի։ Խնդրում եմ եւս մեկ անգամ ձեր ձևով հանձնարարեք իրավապահ մարմիններին այս երկու կոնկրետ անձանց մասով վերաբացեն, ուսումնասիրեն, մենք էլ հասկանանք, թե ինչ հիմքով են վերոնշյալ անձիկ, նրանց արտոնյալ որդիները, Նարեկ Գրիգորյանը, ՀՀ փոխնախագահի որդին բանակից ազատվել։ Շնորհակալություն։ Նախ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանց բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք պետքա չունենան եւ մենք պետքա սա անենք օրենսդրական կարգավորումով, որը ինքնաշխատ աշխատի։ Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին եւ համապատասխան ընթացակարգերով հետաքննել։ Ես այդ ընթացքն ավարտել եմ։ Այս անգամ նույնիսկ պարոն վարչապետ կնշել պարոն վարչապետը կառավարության նիստի որ Չարի հանդիպես հրավերների հետ հստակ ասես իրավապահները պարտավոր են, ես ընթացել եմ։ Դա պարոն վարչապետը ասի չասի, իրավապահները պարտավոր են։ Ասում եմ պարոն վարչապետը ասի չասի, իրավապահները պարտավոր են։